Բազմաթիվ անգամ հայ ժողովուրդը իր տեղից տեղահանվել է եւ նորից կարողացել է ոտքի կանգնել եւ սկսել ամենից զրոյից։ Ես ուզում եմ խոսել այն մասին, որ Հայաստանի կառավարությունը պետք է հայ ժողովրդին Արցախում դիտարկի որպես ներուժ, քանի որ մենք բեռ չենք Հայաստանի Հանրապետության ուսերին։ Այն գումարները, որ ծախսվում են հանրապետության բյուջեից արցախցիների համար, դա շատ չնչին է իրականում։ Մենք պետք է եւ պահանջում ենք, որպեսզի իրենք հաշվի առնեն այն պահանջները, որոնք մենք առաջ ենք քաշել։ Մենք 4 պահանջ ենք առաջ քաշել։ Դա գերիների վերադարձն է, արցախցիների հավաքական վերադարձը դեպի Արցախ եւ մյուս երկուսը սոցիալական է։ Իհարկե, շատերը փորձում են ներկայացնել, որ մենք այստեղ հացի կռիվ ենք տալիս։ Այո, նաեւ հացի կռիվ ենք տալիս։ Դուք պատկերացնում եք ինչքան դժվար է սովորական մի տատիկ պապիկին, որ կորցրել են իրենց որդուն, զավակներին, թոռնիկներին եւ գտնվում են այստեղ։ Օրինակ, մեր պայթունի հետևանքով զոհված շատ ընտանիքներ կորցրել են իրենց կերակրողին եւ կապ չունի քանի հոգի է։ Պետք է կարողանան իրենց կարգավիճակ տա։ Դա մեր պահանջներից նաեւ մեկն է։ Պահանջները բազմաթիվ են եւ պահանջները ներկայացվել են մեր կառավարությանը։ Հուսով եմ իրենք աչալուրջ կլինեն եւ կկարողանան այս խնդիրներին ամբողջական լուծում տալ։ Դուք գիտեք, որ Արցախի աշխատող ժողովուրդը իրենք կարող են արարել, ստեղծել եւ ես հավատում եմ, որ ոտքի են կանգնելու, ստեղծելու են ավելի ուժեղ Արցախ, ավելի ուժեղ Հայաստան, որովհետեւ ամեն ինչ ժամանակավոր է։ Իսկ ես հավատում եմ այն ազգին, որ կարողացել են մոխիրներից նաև հարնել։ Եվ մենք միասնական Հայաստան, Արցախ, Սփյուռք, մենք ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Սփյուռքին, որովհետև առանց Սփյուռքի աջակցության հնարավոր չէ այս ամենը կազմակերպել։ Ամեն հայի սիրտը ցավում է եւ բաբախում է Հայաստանի համար։ Պետք է լինենք համախմբված, որպեսզի կարողանանք պահել այն ամենը, ինչը հիմա ունենք։ Շնորհակալ եմ։